Հանրության շրջանում ՔՊԻ կեղծ դպիր անվամբ հայտնի Ռաֆայել Արմենի Ջուլհակյանը դիմել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մի շարք լրատվամիջոցների դեմ հայցադիմում ներկայացնելով։ Վերոնշյալ անձնավորությունը հայց է ներկայացրել 7 լրատվամիջոցների դեմ, պահանջելով 21 միլիոն դրամի փոխհատուցում։ Նրա փոխանցմամբ նշված լրատվամիջոցները տարածել են իր անձին վերաբերող իրականությանը չհամապատասխանող զրպարտչական և վիրավորական բնույթի տեղեկություններ, օգտագործելով ֆեյք դպիր և կեղծ դպիր ձևակերպումները, որոնք ըստ հայցվորի արատավորում են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Հայցադիմումով դատարանից պահանջվում է պատասխանողների նկատմամբ սահմանել 7 պարտավորություն, նրանց թվում է նաև պատասխանողներից համապարտ կարգով բռնագանձել 21 միլիոն ՀՀ դրամ բարոյական վնասի փոխհատուցում։ Բացի այդ, հայցվորը միջնորդել է դատարանին կիրառել հայցի ապահովման միջոցներ, պատասխանող ՍՊԸ-ների բոլոր գույքային և դրամական միջոցների նկատմամբ կալանք կամ արգելանք սահմանելու նպատակով։ Նույնպես խնդրանք է ներկայացվել դատական նիստը դռնփակ կարգով անցկացնելու վերաբերյալ։ Գործընթացի զարգացումները և դատարանի հնարավոր որոշումները կարող են էական ազդեցություն ունենալ ներգրավված լրատվամիջոցների գործունեության վրա, հատկապես հաշվի առնելով պահանջվող փոխհատուցման չափը և առաջարկվող ապահովման միջոցները։